Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան հրավերն ընդունելու համար։ Տիկին Խաչատրյան, նոր թաղապետարանում տեղի ունեցավ միջադեպ, ծեծկրտուկ հայտնի, որը թաղապետանի աշխատակիցների, նաև թաղապետի եւ ակտիվիստներից մեկի մասնակցությամբ էր։ Դուք այդ բռնությունը դատապարտելու փոխարեն լրագրողների հետ կարճ զրույցի ժամանակ ասացիք, որ դուք երկիր եք պաշտպանում եւ երբեմն նաև այդ երկիրը պաշտպանելը ենթադրում է բռունցքների կիրառում։ Բայց արդյոք սա այդ բռնության դատապարտելու փոխարեն արդարացման փորձ չէր։ Ես չեմ արդարացնում, ես ասում եմ այն ինչ իրականում կա։ Գիտեք, ես միշտ ասում եմ, թե իմ թիմի, թե առհասարակ բոլորի հետ կապված այն ինչ մտածում եմ, այն ինչ արդար է ու այն ինչ ճիշտ է, որովհետև այս մասով այն ինչ դուք հիմա մեջբերում եք իմ ասածները, ինքը ունի նաև նախապատմություն, հա, ու երկար ժամանակվա նախապատմություն, եւ դրանից է ամեն ինչ սկսվել։ Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք խոսել, քննարկել, նույնիսկ նոր վարչական շրջանի այս ամբողջ աղմկահարույց դեպքերից առաջ մենք իմ խմբակցության իմ ղեկավարած խմբակցության ավականու անդամները տղաները գնացել եւ հանդիպել էին օրինակ Մեսրոպ Մանուկյանի հետ նախորդ օրը, խոսել էին, ասել էին, հասկացել էին իրար կարծես թե, բայց Մանուկյանն օրինակ ասել էր, եթե վաղը բլոգերը, հա, ճակերտավոր բլոգերը լինի ինչ որ շոուս որոշի անել, ես գնալու եմ մասնակցեմ, որովհետեւ ես պատրաստվում եմ 26 թվականի ընտրություններին։ Այստեղ նախապատմությունն ինչու՞մ էր, նախապատմությունը դեռ հունվար ամսից է գալիս, նախապատմությունը գալիս է նաև մի քանի օր առաջվանից, ինքը կոնկրետ մեր քաղաքական ուժին ուղղված, նաև ավականու նիստերի դահլիճում շատ ակնհայտ է, որ անձնական վիրավորանքների ու անձնական դաշտ տանում են անընդհատ մեր կուսակցության հետ եւ մենք ենք անընդհատ լինում, հա, գիզակետերում բոլոր ընդհարումների։ Ինչի, որովհետեւ շատ ակնհայտ է, որ 26 թվականի ընտրություններին պատրաստվելու աշխատանքներ են գնում եւ հենց այստեղ իրենց քաղաքական տերերի ու աշխարհաքաղաքական տերերից ստացած հրահանգներ են անում այդ հայտնի քաղաքական ուժերը եւ այդ հայտնի քաղաքական ուժերին ծառայող բլոգերները, որը ակնհայտ է, որը անթաքույց է, բլոգերը հենց այդ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ է գնում այդ հայտնություններն անելու, մեր թերությունները իլուր աշխարհի հայտնելու, բայց այդ ամեն ինչը թերություն չի ու ինքը չի ասում, որ տվյալ մանկապարտեզ օրինակ, որի շուրջ ծագեց վեճը, շահգործման տրված չէ։ Տվյալ մանկապարտեզը վարչական շրջանի ղեկավարի իրավասության տակ ընդհանրապես չէ։ Վարչական շրջանների ղեկավարները մանկապարտեզների հետ ոչ մի առնչություն չունեն, ել չասեմ շինարարությունների հետ, որ այստեղ միտումնավոր է տարվում այդ ամեն ինչին, հա, կոնկրետ Հանրապետություն կուսակցությանը ուղղված պայքար է սկսվել, որովհետև այն ուժերը, որոնք իրենք ներկայացնում են, այն ուժերից, որոնք իրենք սնվում են, այն ուժերի ցուցակներում, որոնք իրենք նախատեսում են լինել, իրենք չունեն վերադարձի հնարավորություն քաղաքականություն, մեծ քաղաքականություն, իշխանություն, հա, այսպես ասած, եւ քանի որ իրենք չունեն վերադարձի հնարավորություն, իրենք տեսնում են, որ հասարակությունը իրենց մերժել է նախկինից դժգոհ է, ներկայից դժգոհ է եւ նայում է ապագա, իսկ ապագայում կանք միայն մենք եւ ակնհայտ է, որ բոլոր նախկին եւ պրոռուսական հանձնարարություն են ստացել, հա, ուժերը կոնկրետ միայն հենց թիրախում Հանրապետություն կուսակցությունն են վերցրել։ Նույնիսկ եթե իրենք ստացել են հանձնարարական, ինչպես դուք եք ասում, նույնիսկ եթե այս թեման ունի նախապատմություն, նույնիսկ եթե այդ ակտիվիստը եկել էր հատուկ նպատակով սադրելու ձեզ, ձեր քաղաքական թիմին, այդ թվում նաև թաղապետին, բայց դուք իրավունք չունեք տրվելու այդ սադրանքներին, չէ՞ որ դուք իրավական պետություն կառուցելու ջատագովներ եք ձեզ համարում։ Ոնց կարելի է որևէ կերպ գիտեք արդարացնել կամ փորձ անել արդարացնելու բռնությունը։ Տեսեք, հիմա շատ լրատվական դաշտում առհասարակ մարդիկ ժողովրդավարությունը եւ ամենաթողությունը խառնել են իրար։ Խոսքի ազատությունը եւ այն լեզուները, որը կիրառվում է լրիվ տարբեր բաներ են։ Խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը մենք չենք հասկանում ինչ է։ Գիտեք, քաղաքակիրթ երկրում այո այն ուղղվածությունը, որը Հանրապետություն կուսակցությունը ուզում է Հայաստանի Հանրապետությունը տանել, այդ երկրներում
մի օր առաջ արդեն իսկ կանխատեսած պետք է լինեին այսօրվա եղած դեպքը, կլինեին կանխատեսած այսօրվա լինելիք դեպքը, որը կարա նաև աղետալի հետևանքներ ունենա, որը կարա շատ ավելի դաժան հետևանքներ ունենա եւ իրենք կանխում են։ Պետական ապարատը աշխատում է այդպես։ Եվ նոր նորքում եղած միջադեպը, որը ուներ նախապատմության ժամանակ արդեն իսկ պետք է պետական համակարգը ոստիկանությունը եւ պատկան մարմինները զբաղված լինեին դրանով, որ չաճեր եւ չդառնար այս ամեն ինչը։ Բայց դուք կարող եք ընթացքը տանել դեպի այդ ուղղությամբ, որ իրավապահները դրանով զբաղվեին։ Իրավապահները նախորդ օրվա վարչական շրջանի շենքում տեղի ունեցած այդ շոու ծրագիրը տեսել էին եւ պետքա թե քրեական գործառույթային, թե կանչեին վարչական շրջանի ղեկավարին, կանչեին բլոգերին, ավականու անդամին եւ արդեն հաջորդ օրվա ծեծը չէր հասունանա։ Տեսեք, մենք չի կարա մարդը կենթանի շնչող մարդը չունենա նաև էմոցիաներ, չտրվի նաև երբեմն սադրանքներ, այո, իրենք միտումնավոր տանում են սադրանքների դաշտ եւ այո գնաց էմոցիաների դաշտ ամեն ինչ հասունացավ, գիտեք նայեք, նախապատմության մեջ կա նաև մի դրվագ վարչական, Դավթաշեն վարչական, դրանից մի քանի օր առաջ նույն պատմությունը փորձում էին Դավթաշեն վարչական շրջանում անել, եւ քանի որ չստացվեց, իրենք Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի գրած մի հատ երկտող փորձեցին սարքել սպառնալիք, այնինչ այնտեղ գրված էր, եթե շարունակես այսպես, ինքը շատ այտենց բառացանկը նմանատիպ իրենց բնորոշ բառացանկով, եթե շարունակես այսպես, ես քեզ կհեռացնեմ։ Ինքը ինձ սպառնում է, դե ինչ էր, այդտեղ սպառնալիքը որտեղ էր, ես չգիտեմ, այսինքն իրենք անընդհատ ուզում են ցույց տալ ինչ որ բաներ, կապել հանրապետությանը ինչ որ բաներ, որը առնչություն չունի վարչական շրջանների հետ, եթե նույնիսկ ունենար, նորից եմ ասում, իրենք կարող էին նաև գնալ ավելի ոչ անձնական։ Ինչից հետո, ինչ եմ Դավթաշենը ասում, կիսատ չթողնեմ, Դավթաշենին հաջորդեց ինչը, որ Դավթաշենի աշխատակցի ընտանեկան նկարները, կնոջ, երեխաների հետ նկարները սկրինշոթ էին արել անձնական էջից եւ դրել էին իրանց էջերը ինչ որ ավելորդ մեկնաբանություններով։ Այսինքն այս հասարակություն, այս ընդդիմություն կոչվածը ճակերտավոր ինքը վերցրել է այն ճանապարհը, հա, որ կարող են մարդկանց ընտանիքներ ներխուժել, որ կարող են մարդկանց անձնական դաշտ եւ ազդել էմոցիաների վրա։ Տեսեք, եթե չլիներ վարչական շրջանի ղեկավարը, երեք էմոցիայից դուրս եկած, կարող էր դուրս գալ վարչական շրջանի ղեկավարի որդին, որը դեռահաս է։ Կարող էր դուրս գալ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակցի կնոջ ընտանեկան նկարները երբ դրեցին, ինքը կարող էր ունենալ եղբայր, հայր, հարազատ, որը կարող էր դուրս գալ հուներից եւ գնար որևիցե աղետալի բան լիներ եւ անդառնալի հետևանքներ կարող էին ունենալ։ Եվ այստեղ հենց իրավապահ համակարգի ամենաթողությունն է, խոսքի ազատությունը ամենաթողության հետ է խառնել պետությունը։ Եվ այստեղ մենք ունենում ենք պետության ու պետականության կորուստ։ Այստեղ հասունանում են հանցագործությունները, կարող են հասունանալ հանցագործությունները, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։ Սա պետք է կանխի։ Այս ամեն ինչի, այսպես ասած, ճակերտավորան լեզուն պետք է կտրվի, բերվի ժողովրդավարության եւ խոսքի ազատության թույլատրելի սահմաններին հենց պետական մակարդակով։ Բնավ չարթարացնելով մյուս կողմի հայհոյանքները, անձնական դաշտ մտնելը, սադրանքի տանելու հնարավորությունները, ես ասում եմ ընդհանուր, եթե մենք ուզում ենք ժողովրդավար, իրավական պետություն կառուցել, մենք պետք է դրանում բռունցքներին տեղ չտանք։ Այդ թվում եւ մանավանդ որևէ պետական պաշտոնյայի կողմից եւ նույնիսկ գնահատականներ հնչեցնել, որ երբեմն նաեւ բռունցքներն են անհրաժեշտ։ Այս դեպքում կա դատարան, կա իրավապահ համակարգ, կա ոստիկանություն, որոնք իրենց քայլերը պիտի ձեռնարկեին դրա ուղղությամբ, որ չհասնի բանը։ Հայաստանի Հանրապետությունում ամենաանպաշտպանը պետական պաշտոնյան է։ Ամենաանպաշտպանը հենց պետության կողմից, որովհետև պետական պաշտոնյան վախենում է մի թուղթ ստորագրել, որովհետև չգիտի վաղը այդ թղթի շուրջ ձևավորված իրեն ինչ է սպասվում պետական մակարդակով։ Պետական պաշտոնյան վախենում է որևիցե բան անել, որ կարող է այդ ճակերտավոր բլոգերների լեզուն երկար գա մտնի իր ընտանիք, իր երեխաներ, իր կին։ Պետական պաշտոնյան այսօր ամենաանպաշտպանն է։ Հենց խնդիրը նրանում է, որ այո, պետք է պետականորեն այս ամենի լուծումը պետքա վերջապես տալ, որտեղ սա դարձել է արդեն ազգային անվտանգության խնդիր։ Եթե մենք չլուծենք այս ամեն ինչը, եթե շարունակի գալ մարդկանց ընտանիքներ ու ես չգիտեմ ինչի կարող է վերածվել։ Դատապարտել բռունցքներին, այո, դատապարտում ենք մենք որևէ կերպ գնալ բռնության, որտեղ մենք այն քաղաքական ուժն ենք, որը անցել է այն ճանապարհը քաղաքական, երբ
զուգարաններում մարդիկ էին մահանում բարևի համար, երբ կինը, երիտասարդ աղջիկը քաղաքական կողմնորոշվածություն ունենալու համար տարվում էր ոստիկանության բաժիններ եւ ծեծվում էր, ինչի ճանապարհը ես ինքս օրինակ անցել եմ։ Չէ, մենք երբեք չենք գնում այդ իդեպ ասեմ, որ այնինչ երեք եղավ, դա եղավ հանրության առաջ։ Այնինչ էմոցիաների, դա էմոցիաների պորտքում էր, որովհետև այդ ամբողջը եղավ հանրության առաջ։ Այդ ամեն ինչը եղավ հեռուստա ուղիղ եթերի առաջ։ Մենք չէինք գնում շքամուտքերում, որովհետև մեկին ծեծելու, որը կարար լիներ նախորդ օրվա պարտելի է թեկուզ քաղաքական գնահատականի տեսանկյունից։ Երկու կողմերի պահվածքն էլ տարբեր դրդապատճառներով գնացել, դրդել եւ սա էմոցիաների պորտքում էր։ Նորից եմ ասում, տեսեք, մենք կարող էինք նախորդ օրվա վարչական շրջանի շենքում տեղի ունեցած լկտի պահվածքից հետո թե ավականո անդամի եւ թե բլոգերի շքամուտքում մենք վստահաբար կարող ենք, մենք այդ տղաներն ունենք։ Մենք մեր տղաները այդ էմոցիաների մեջ էին, որ կարող էին շքամուտքերում ծեծ ուտեին, որ իրենց արած բաներն եմ հիշեցնում, որ կարող էին ինչ որ ձև, հա տարբեր ձևերով մենք մեր հաշվեհարդարներ տեսնել, որ արել են մեր հետ ժամանակին նախորդ իշխանությունները։ Մենք չգնացինք դրան։ Մենք չենք էլ պատրաստվում որևիցե կերպ տալ դրան շարունակություն։ Անձնական, ներանձնական հեռախոսախոսակցության ընթացքում էմոցիայի պորտքում, որից հետո իդեպ ասեմ, որ մեր խմբակցության տղաները գնացել են, հա ասեցի դա, խոսել են եւ կարծես թե ամեն ինչ հարթվում էր։ Հաջորդ օրը նորից շոու ծրագիր, որտեղ մարդն ասել էր, որ ես պատրաստվում եմ 26 թվականի ընտրություններին, իրեն ցուցակում լավ տեղ է պետք, ինքը պետքա ամենաշատը սուտը խոսա, ամենաշատը հանրապետություն կուսակցությանն ուղված թերություններ ձևակերպի, որը չի կարողանում գտնի եւ ստիպված ստի տեսքով է ներկայացվում։ Դուք նախապատմությանն անդրադարձակ մանկապարտեզը հիշատակեցիք, ակտիվիստը եւ ավականուն դիմադիր խմբակցության անդամներից մեկը պնդում են, որ այդ մանկապարտեզը հանձնվել է քաղաքապետարանը, դա ընդունել է եւ տարբեր շինարարական խախտումներով է դա տեղի ունեցել։ Կմանրամասնեք ինչի մասին է խոսքը։ Ի վերջո քաղաքապետարան ընդունել է այդ եթե մանկապարտեզը ընդունված լիներ քաղաքապետանի կողմից, մանկապարտեզը հաջորդ իսկ օրվանից շահագործված պետք է լիներ։ Իրենք ասում են, այս քարը ընկնելու է երեխայի վրա, այն մանկապարտեզի, որտեղ չեն հաճախում դեռ երեխաներ։ Եթե քաղաքապետարանը ընդունում է մանկապարտեզը հաջորդ օրվանից շահագործվում է։ Այսօր քաղաքապետարանն ունի մանկապարտեզների խնդիր արագ, հա, հերթերի խնդիր։ Եվ մեզ ոչ մի կերպ ձեռք չի տալիս, մենք վերցնենք, ընդունենք մանկապարտեզը եւ չբացենք։ Մենք եթե ընդունած լինենք մանկապարտեզը, հաջորդ օրվանից այդ մանկապարտեզը կշահագործվեր։ Մանկապարտեզը չի ընդունվել քաղաքապետարանի կողմից։ Մանկապարտեզի շինարարության գումարը փոխանցված չէ ամբողջական քաղաքապետարանի կողմից եւ ավարտական ակտ ստորագրված չէ։ Քաղաքապետը նույնպես այդ մասին խոսել է եւ հետեւաբար այս ամեն ինչը երբ նայում ենք, մենք հասկանում ենք, թե որտեղ թե ինչ ստերի շարան կա։ Եվ այդպես բոլոր իրենց այսպես ասած ճակերտավոր իրենց հայտնաբերումներն են կոռուպցիայի մեջ մարդկանց մեղադրելը։ Գիտեք, մարդ ով կապ չունի կոռուպցիայի հետ, երբ մարդուն մեղադրում ես կոռուպցիայի մեջ, ով աշխատում է իր ժամանակը, իր ընտանիքից գողացած պաշտոնյայի համար առավոտ 9-ից 6-ը չի աշխատանքային ժամը։ Պաշտոնյայի համար 24 ժամվա գրաֆիկով է աշխատանք։ Վարչական շրջանի ղեկավարները, որոնք ուտում են ամենաշատ թուքումուրը, որոնք չունեն առանձնապես լիազորություններ, բայց վարչական շրջանի ղեկավարներ իրենց լիազորություններից դուրս նաև քաղաքապետարանին են օգնում գործերում, շատ նաև օգնում են պետական այլ համակարգերի, իրենք աշխատում են եւ իրենց մեղադրում են X մանկապարտեզի կոռուպցիայի մեջ, որի հետ դու կապ չունես, մեղադրում են լկտի բառապաշարով, ընտանիքներ են ներխուժում, նորից եմ ասում, կարծես այդ դաշտը բաց է մնացել, բոլոր այդ ընտանիք ներխուժելու դաշտի պայքար են հիմա տանում։ Եվ ուզում են տեսնեն ով կարա է այդ ընտրազանգվածին իրենք հաշի, բայց չեն հասկանում, որ օվկիանոսից այս կողմ են իրենք եւ դա կարող է այսպես հետևանքներ ունենալ տա մարդու էմոցիոնալ դաշտին, իսկ ինչ է լինում, երբ ինքնապաշտպանական ռեակցիան է սկսում գործել մարդու, այդտեղ մարդը արդեն ինքնապաշտպանվելուց չի հասկանում, թե ինչպես է ինքնապաշտպանվում։ Ավտոմատ դու ինքնապաշտպանվում ես, ինքնապաշտպանվելու համար քեզ ինչ մեթոդով ես ինքնապաշտպանվում, դու չես կարողանում այդ պահին քեզ տիրապետել։ Այդ միջադեպից հետո տարբեր կարծիքների հիմքում այն էր, որ սա պիտի ենթադրի քաղաքական պատասխանատվություն կամ այլ կերպ ասած, պիտի հրաժարական ներկայացնի Նորքի թաղապետը։ Դուք ինչ եք կարծում, քաղաքական պատասխանատվություն չպետք է ենթադրի միջադեպը։ Մենք մեր քաղաքական հայտարարությունն արել ենք արդեն իսկ եւ հրաժարականի
որևիցե քննարկում հանրապետություն կուսակցությունը չունի։ Ինչու՞ բայց։ Իսկ ինչի պետք է ունենա։ Միջադեպը չպիտի քաղաքական գնահատականի արժանանա։ Միջադեպը քաղաքական գնահատականի արժանացրել է հանրապետություն կուսակցությունը եւ ասել է, որ սա աշխարհակաղակական հանձնարարություններ են անում իրենց աշխարհակաղակական տերերի կողմից։ Իսկ սա կարող է նախադեպ դառնալ արդեն հաջորդ Ոչ, չի կարող, այս ամեն ինչ իրավական համար։ դաշտում է, ամեն ինչ իրավական դաշտում է, իրավական դաշտում կլինեն գնահատականներ, որտեղ ձայնագրություններն են ակնհայտ, ամեն ինչ ակնհայտ է, փառք Աստծո ամեն ինչ եղել է եւ մենք այն քաղաքական ուժն ենք, այն այսօր նաեւ իշխանությունը աշխատում է այնպես, որ նորից եմ ասում, շքամուտքերում ու կամերաներից հեռու չի անում ոչինչ, բոլորը եղել են ձայնագրություններով, բոլորը կան ֆիքսված եւ իրավապահ մարմինների արդեն իսկ տիրույթում է իրավապահ մարմինները կտան գնահատական։ Եվ վերջին հարցը քաղաքապետ Ավինյանը քննարկում էր հրավիրել թեմայի վերաբերյալ։ Այս քննարկման մանրամասներին արդյոք ծանոթ եք թե ոչ եւ դա կարող է որևէ բան ենթադրել հետագայում անկախ նրանից, որ դուք ձեր քաղաքական գնահատականը տվել եք եւ ասում եք, որ Ավինյանը քննարկում էր հրավիրել։ լրատվամիջոցներում է։ Լրատվամիջոցները եկեք դուք էլ այդ ճակերտավոր լրատվամիջոցների, որտեղ լրագրողներ կան, որոնք լրագրողության հետ էլ կապ չունեն, այսօր տերտերը դառել է բիզնեսմեն, լրագրողը դառել է բիզնեսմեն եւ ցավոք սրտի բոլոր այն կառույցները, որոնք պետք է լինեին անաչառ, պետք է լինեն ավելի երկկողմանի, հա, մոտենան ամեն ինչին, դառել են բիզնեսմեն, ամեն ինչ դառել է բիզնեսի միջոց, մի տրվեք հա այդ լրատվականների հաղորդած տեղեկատվություններին, որովհետեւ Ավինյանը եթե հրավիրեր որևէ քննարկման, առնվազն ես կլինեի քննարկմանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Երևանի ավականու Հանրապետություն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն էր։ Կհանդիպենք։